Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 9 է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Մայիսի 9-ի այդքան սպասված շքերթը Մոսկվայում ավարտվեց, բայց դրա հետևանքները դեռ շարունակվելու է, ինչ գործ ուներ Հայաստանի վարչապետը այնտեղ և դրան ինչպիսի վերաբերմունք կլինի արևմուտքի կողմից, մանավանդ որ արևմտյան պատվիրակություն հավաքվել էր նաև Ուկրաինայի Լվով քաղաքում, դրան էլ կանդրադառնանք։ Այսինքն ստեղ և այն, որ Ալիևը չմասնակցեց, Փաշինյանը մասնակցեց, և այն, որ ասում են ՀԱՊ զորքերը մասնակցեցին, դրանով միասնականությունը ցույց տվեցին, Հայաստանի զորքը այնտեղ չկար, դե մենք ՀԱՊԿ-ում սառեցրել ենք, բա ինչ գործ ուներ Ադրբեջանը, Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ է, մի խոսքով։ Հիմա, բայց քանի որ հետևանքները ավելի կարևոր է, քան ասենք այն ինչ որ տեղի ունեցավ, որովհետև դժվար է պատկերացնել, որ ընդամենը մի քանի օր առաջ միանում ես մի ստորագրության, որտեղ Ռուսաստանին համարում ես ագրեսոր, հետո գնում ես ագրեսորի շքերթին մասնակցում ես։ Այսինքն հիմա դա կոչվում է բալանսավորված քաղաքականություն։ Իսկ հիմա զուգահեռ նայենք ինչա կատարվում։ Էրբեկա Ուկրաինան հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգային հայտնում է. Եվրոպացի նախարարներն ու դիվանագետները մայիսի 9-ին ժամանել են ուկրաինական Լվով։ Պատվիրակության կազմում են 35 երկրների ու Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ։ Լվովում տեղի կունենա երկու կարևոր միջոցառում՝ Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումը և Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալի ստեղծման վերաբերյալ հիմնական խմբի հանդիպումը։ Եվրոպացի նախարարներից և դիվանագետներից բացի Լվով են ժամանել նաև Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ Այցը սկսվել է Լիչակովի գերեզմանատանը կազմակերպված արարողությամբ՝ ի պատիվ ուկրաինացի հերոսների, որոնք զոհաբերել են իրենց կյանքը պաշտպանելով Ուկրաինան ռուսական ագրեսիայից։ Այսօր մենք նշում ենք Եվրոպայի օրը Ուկրաինայի և նրա ժողովրդի հետ միասին, որովհետև ընտանիքում ուրախություններն ու դժվարությունները կիսում են բոլորը։ Արտաքին գործերի նախարարների հետ միասին մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին հանուն երկարատև խաղաղության, հանուն այն ապագայի, որին մենք հավատում ենք, գրել է Կայա Կալասը։ Ի դեպ, արդեն Ուկրաինայի Լվով քաղաքում կայացել է Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը Ուկրաինայի դեմ հանցագործությունների համար Ռուսաստանի Դաշնության համար հատուկ տրիբունալի ստեղծման հարցով։ Կոալիցիան քաղաքական հավանություն է տվել հատուկ տրիբունալի ստեղծմանը։ Կոալիցիան կոչ է արել այլ պետություններին և միջազգային կազմակերպություններին միանալ և նպաստել Ռուսաստանի Դաշնության համար հատուկ տրիբունալի գործունեությանը։ Հիմա քաղաքական ճաշակի հարց է, մեկը կասի ճիշտ է Ռուսաստանի հետ մոտ լինել, մեկը արևմուտքի հետ, բայց սա ճամփաբաժան է։ Նույնիսկ եթե մենք չենք ցանկանում, մարդիկ հավաքվում են և Ռուսաստանի արած հանցագործությունների համար տրիբունալ են ստեղծում։ Այսինքն դու պետքա կողմնորոշվես, դու էլ չես կարող ասես ինձ դա չի հետաքրքրում։ Դու այնտեղ ես, որին հանցագործ են համարում, տրիբունալ են ստեղծում, որ դատեն, դու այնտեղ չես։ Ու բավարար չի ասել դե այնտեղ չեմ, որովհետև մենք Եվրամիության անդամ պետություն չենք։ Եթե դու ունենայիր նորմալ վերաբերմունք, ցույց տայիր, որ դու այնտեղ ես, այդքանն էլ բավարար կլիներ։ Դրա համար շատ դեպքերում, երբ որ ասում ենք ճամփաբաժան է և մենք պետքա կողմնորոշվենք այս աշխարհաքաղաքական բարդ տարածաշրջանում, նաև սա վերաբերում է նրան, որ այո, այդ կողմնորոշումը պետքա հստակ լինի և մարդիկ հասկանան։ Ես պարբերաբար հիշեցնում եմ, որ հնարավոր չէ լինել Նիկոլամետ և Արևմտամետ միաժամանակ, որովհետև Նիկոլ Փաշինյանը արդոռամետ է։ Եթե դու Նիկոլամետ ես, դու ուրեմն մաքսիմում կարող ես պտտվել Նիկոլ Փաշինյանի աթոռի կողքերով, շուրջը, այսինքն շուրջ բռնել։ Վերջ, դու չես կարող լինել արևմտամետ։ Ինչի եմ հատուկ դա նշում, որովհետև եթե որևէ մեկը գտնում է, որ Հայաստանի ապագան Ռուսաստանն է, դա հստակ է, այդ մարդը դեմ դիմաց է, մենք բարիկադների տարբեր կողմերում ենք։
Եվ առանձնապես մի զարմանալու բան չկա։ Ես իմ հրապարակային գործունեությունը 2004 թվականից եմ սկսել եւ հստակ ասել եմ, որ մեր ապագան պետքա լինի Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական տնտեսական համագործակցությունը, երկարաժամկետ գործընկերությունը։ Եվ ինչի 2004-ից, որովհետեւ այդ ժամանակ մեր դեմը ճանապարհ բացեց Վրաստանը։ Այնպես չի, որ նենց տեսական մտավարժանքներ էինք անում, մենք ուզում ենք Եվրոպա գնանք, որտեղով ես ուզում գնաս։ Այսինքն քանի ստեղծվեց առիթ հնարավորություն, որ մեր առաջ ճանապարհ էր բացվում, մենք էլ մտածել ենք ներկայացնենք ծրագիր, հնարավորություն, որ այդ ճանապարհով մենք էլ գնանք։ Այսինքն նրանք, ովքեր գտնում են, որ մեր ճանապարհը Ռուսաստանն է, նրանք բարիկադի մյուս կողմն են։ Դա նորմալ պայքար է, եթե նա ցանկանում է Հայաստանը վերացնել, նա կտշնամին է։ Այդտեղ էլ մի զարմանալու բան չկա։ Ով ցանկանա իմ պետությունը նույնիսկ բարի նպատակներով տեսնել ուրիշ պետության կազմում, նա իմ տշնամին է, ինչ մի զարմանալու բան է։ Այսինքն այդ պայքարը նորմալ ազնիվ է, սա բարիկադ է, իրանք այն կողմն են, դու ես կողմն ես։ Վերջ, բայց այն մարդիկ, ովքեր ասում են մենք ձգտում ենք արևմուտք, Եվրամիություն, ժամանակին այս ենք ասել, այն ենք ասել, բայց ողջունում են, սատարում են Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը, նրանք ավելի մեծ վատություն են անում մեր երկրին, որովհետև մարդիկ նայում են կիրթ գրագետ մարդիկ են, ճանապարհ անցած, աշխարհ տեսած, խոսում են եվրոպական արժեքներից, բայց եւ միևնույն ժամանակ արդարացնում են այն ամեն ինչը, որ Նիկոլ Փաշինյանն անում է, բայց ուղղակի դոզավորված քննադատեն, կանաչապատման գրասենյակը սա արեց, աղբահանության հարցում սա եղավ, ամոթ է էլի մանկապարտեզի տարիքից դուրս եկեք, գրագետ մարդիկ եք, հիմա տենում եք պատերազմը, ժողովուրդ ջան, ոչ թե պատերազմը մենակ Ուկրաինայում է, աշխարհաքաղաքական վերադասավորման պատերազմը, թողես հասարակությունն էլ իմանա, ով ինչ է ասում, ով ինչ ճանապարհ է առաջարկում, եւ այդ ճանապարհի համար մարդիկ մտածեն եւ պատասխան տան իրանց խոսքերի համար։ Ուրեմն ավելի շատ վատություն անում են նրանք, ովքեր ասում են, չէ, մենք ենք այդ արժեքները կրողը, եւ ողջունում են Նիկոլ Փաշինյանի քայլը։ Ինչն ես ողջունում հիմա։ Կամ լավ, այս չափով մի քիչ չենք ողջունում, բայց մնացած հարցերում որ չի լինում այդպես, ժողովուրդ ջան։ Ավելի լավ է հասարակությանը հստակ ասեք, մարդիկ հասկանան եւ հասկանան ում հետևից են գնում եւ ինչի են գնում։ Լավ, ինչ որ մեկի հետևից չեն գնում, ում ասածը լսեն եւ ինչով կողմնորոշվեն։ Իսկ հիմա նայենք էլի շատ լուրջ իրադարձություն, որը տեղի ունեցավ Հռոմի Պապի ընտրության հետ կապված, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը շնորհավորել է նոր Պապին ընտրվելու կապակցությամբ։ Ինձ համար մեծ պատիվ է իմանալ, որ նա առաջին ամերիկացի Պապն է, ինչպիսի հուզմունք եւ ինչպիսի մեծ պատիվ մեր երկրի համար։ Անհամբերությամբ սպասում եմ Հռոմի Լեո 14-րդի հետ հանդիպմանը, գրել է Դոնալդ Տրամպը։ Իհարկե Հռոմի Պապի այս ընտրության հետ կապված մի քանի օր առաջ էր ուղղակի ես խոսացի, մի քիչ պատմական էքսկուրս կատարեցի Հռոմի Պապերի հետ կապված, հիշացնեմ դա ու ես նորը ասեմ դրա ինչն էր հարցը, երբ որ Վատիկանում անցել էր ադրբեջանցիների մի հատ ժողով էին, հավաք էին կազմակերպել եւ հայկական հետքներ վերացրած ցույց տալիս, ընդհանրապես չկարել հայկականը որ վերացնեին, այսինքն այդ մասին չէին էլ խոսում եւ խոսում էին դրա մասին եւ այո, այդ հարցում իհարկե նաեւ խոսում էին, որ Վատիկանը պետք է նման միջոցառում չաներ, մասնակիցը չլներ, բայց եւ միևնույն ժամանակ մեր սխալներն էլ պակաս մեծ չեն, որ մենք նորմալ չենք աշխատում Վատիկանի հետ, չենք կարևորում նրա դերը աշխարհաքաղաքական իրավիճակում եւ որովհետեւ դա ընդհանրապես կաթոլիկների առաջնորդի մասին չի խոսքը, շատ ավելի մեծ ազդեցություն ու լծակներ ունի շատ երկրների ու շատ process-ների նկատմամբ եւ մենք բավարար ջանք չենք գործադրում եւ չենք պատկերացնում։ Հիմա չկա այն Պապը, կա նորը, այսինքն նորի հետ կապված մենք այո պետք է հասկանանք, որ Պապի ընտրությունը, ես նաեւ բացատրում եմ, որ Պապի ընտրությունը դա ընդհանրապես կաթոլիկների առաջնորդ ընտրել չէ, որովհետեւ հենց բերեցի Հովանես Պողոս II օրինակը կարդինալ Վոյտիլլայի, որը Կռակովից եկավ, դարձավ Հռոմի Պապ։ Իսկ այդ ինչ հեղավոր տենց պատահական Լեհաստանից եկավ, երբ որ վերջին շրջանում 455 տարի նման բացառություն չէին անում։ Առաջի Պապը, որը իտալացի չէր, վերջինը ավելի ճիշտ է, այն ժամանակ էլի հոլանդացի էր, դա 1523 թվականն էր։ Դրանից հետո բոլորը եղել են իտալացի 455 տարի, մինչև կարդինալ Վոյտիլլան դարձավ Հովանես Պողոս II, բայց ինչու դա տեղի ունեցավ։ Այո, դա շատ լավ հաշվարկած քաղաքական ընտրություն էր, շատ լավ հաշվարկած, որովհետև Լեհաստանին ուզում էին հանեին
խորհրդային միության դեմ, ցեցը ցանկանում էին գցեին, բայց Լեհաստանին ոնց գցես, Լեհաստանը Վարշավայի պակտի անդամ էր, որը ընդդեմ ՆԱՏՕ-ի էր, ոնց եք պատկերացնում Լեհաստանին հանելը։ Եվ այդ պարագայում ինչ եղավ, Լեհաստանը երբ որ փորձեցին այդ ցնցումները, Սոլիդարնես արմյութենական շարժման ժամանակ Լեխ Վալենսյան, որը Գդանսկի նավաշինարանի էլեկտրիկ էր, էլի, էլեկտրիկի խելքով տենց դրեցին այդ ամեն ինչը կազմակերպեցին։ Հա, բայց այնուամենայնիվ ասին, լավ, Լեհաստանը ոնց եք փոխում, մենք արևելյան լագերի երկիր ենք, ոնց ենք դուրս գալու, կամ ով է մեզ արևմուտքում ճանաչում, մենք ով ենք որ արևմուտք գնանք, մենք մեկուսացված ենք, մենք գիտենք սահմանից ենքում թշնամի է։ Պատկերացրեք, հիմա էլ դուրս են գալի խորհրդային միության դեմ, արևելյան լագերում էլ ենք դառնում թշնամի։ Մենք ոչ ընդեղից ենք, ոչ ընդեղից ենք, ոնց եք մեզ տենց բան բզբզում։ Դա ակնհայտ բզբզոց է, ժողովուրդ ջան։ Դա հենց այդ չծնվեց էլի միանգամից մի հատ էլեկտրիկ վերկացավ ու լրիվ տվեց, սենց զրոնու ֆազը կպցրեց իրար։ Եվ այդ ժամանակ 80 թվականին էր Սոլիդարնեսը, բայց նախապատրաստական աշխատանքը 78 թվականին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս երկրորդը ընտրվեց Լեհ։ Այն էլ են դեպքում, երբ որ դրանից առաջ Հովհաննես Պողոս առաջինը ընդամենը 33 օր պաշտոնավար էր եւ շատ կասկածելի պարագայում 65 տարեկան մարդը մահացավ։ Ու տենց էլ կասկածը մնաց, որ դա ինֆարկտ չէր, այլ գլուխի կերան։ Չեմ ուզում խորանամ, դա չեմ կարող ապացուցել, բայց ակնհայտ էր ինչ տեղի ունեցավ։ Ես ինչի եմ ասում, որ այդ բացառությանը գնացին եւ տարան, որպեսի նրա միջոցով կաթոլիկ աշխարհի հետ ու աշխարհի հետ այնպիսի շփում բացեին Լեհաստանի առաջ, որ ինքը համարձակվեր, այո, դուրս գար խորհրդային միության դեմ։ Ու չմոռանանք, խորհրդային միությունը փլուզվել է 91 թվականի դեկտեմբերին։ Իսկ մինչև այդ առաջի քայլը արել է Լեհաստանը, իսկ առաջի քայլը անելուց առաջ Հռոմի Պապը Լեհ էր։ Այդ ուղակի իմանանք։ Այ դրանից հետո այդ բացառությունը, ես դրա մասին էլ եմ ասել, շատ դուր եկա, որ հասկացան, որ ավելի ճիշտ կլինի Հռոմի Պապը չլինի իտալացի, որ տպավորություն չլինի, որ Իտալիայի ազդեցությունը վրեն կա եւ մարդիկ ասեն ինչի պետք է Իտալիայի իշխանությունը ընդունենք։ Շատ ավելի արժեքավոր կլինի, որ Հռոմի Պապը լինի ոչ իտալացի, որի պարագայում իր լիազորությունն ու ազդեցությունը աշխարհի վրա ոչ մեկ այդ մի երկրի հետ չի կապի եւ չես փոքրացնի նրա դերակատարությունը։ Ու պատահական չէր, որ դրանից հետո գերմանացի ընտրվեց Բենեդիկտոս 16-րդը, ու դրանից հետո արդեն արգենտինացի Ֆրանցիսկոս Պապը, հիմա արդեն ամերիկացի։ Այսինքն այս օրինաչափությունը լավ էլ հարգվեց, բայց ինչի ես այդ քաղաքական ընտրությունն ասի, սա էլ էր քաղաքական ընտրություն, ժողովուրդ ջան։ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է Եվրոպայից մեկուսանա, փորձում է Լատինական Ամերիկայի չգիտես ինչ անել, այնպես մաքսա օվկիանոսն է մեզ բաժանում, այս կողմ, այն կողմ, չգիտես ինչ, եւ իրանք հասկացան, որ միակ ձևը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին ներգրավեն այս process-ների մեջ, որն ընդհանրապես մոռանա Եվրոպայից հեռանալը, ամերիկացի Հռոմի Պապ կընտրվի եւ դուք տեսաք Տրամպը դա համարեց, որ այն որ ինքը Հռոմի Պապի շորերով նկարվում էր, համարյա ինքը համարում է, որ մերանից մեկը դառավ Հռոմի Պապ, տեսակ, այդ էինք ուզում, իրա փառասիրությունը լրիվ ապահովված է, կարող է համարի, որ ինքն է դառը։ Այո, այս ընտրությունը շատ գրագետ, շատ ճիշտ կազմակերպեցին, ու այնպես չի, որ դա հաշվարկած չէր։ Դա համարյա հաշվարկած էր, այնպես ոնց որ որոշեցին Լեհաստանը հանեն խորհրդային միության դեմ։ Դա հաշվարկած էր այնպես, որ Դոնալդ Տրամպը հիմա հասկանա, որ այս ինչ լավ է, մենք սերտ համագործակցելու ենք եւ այլն։ Առավել եւս դա հաշվարկած էր, երբ որ Իտալիայի վարչապետ Մելոնին ինքը լինելով շատ ջերմ հարաբերությունների մեջ Միացյալ Նահանգների հետ, Դոնալդ Տրամպի հետ, բայց ակնհայտ հասկացրել է, որ ես չեմ օգտվում իմ կապերից Դոնալդ Տրամպի հետ, միայն Իտալիայի հարցերը լուծելու, շատ տարօրինակ կլինի ինձ պատկերացնել Եվրոպայից անջատ։ Ես իմ հեղինակությունը, ազդեցությունը, կապերը օգտագործելու եմ Եվրոպայի միասնականության համար պայքարելու։ Այս պարագայում լավ էլ պասերով Հռոմի Պապը ընտրվեց եւ բավական էլ արագ ընտրվեց, շատ ժամանակներ ավելի երկար է տևում։ Ու սա խոսում է նրա մասին, որ նորից մի անգամ ասեմ, մենք ես չգիտեմ նույնիսկ ով է Հռոմում մեր դեսպանը,
Վատիկանում ով է Սուրբ Աթոռում, ով է մեր դեսպանը, նույնիսկ չգիտեմ էլ լավ է աշխատում, վատ է աշխատում, բայց եթե տեսնում ենք ինչ ակտիվ են ադրբեջանցիները եւ տեսնում ենք աշխարհը միշտ պրոցես է կատարում ու մենք այդ կառույցի հետ հարաբերությունների հարցը նորմալ չենք դնում, հաստատ լավ չի աշխատում, այլապես աշխատանքը կտեսնեինք։ Շատ լուրջ պետք է վերաբերվել դրան, առավել եւս հասկացակ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները առանձնահատուկ կարևորել է այդ կառույցի հետ իր հարաբերությունները։ Շատ հարցեր կարելի է լուծել այդ կառույցի հետ նորմալ հարաբերվելով, առավել եւս որ դա ընդամենը հոգեվոր կառույց չի եւ ընդամենը ինչ որ կաթոլիկների առաջնորդ ընտրելու հարց չի, շատ ավելին է, քան կարելի է դա պատկերացնել իրանց ունեցած գաղտնի ինֆորմացիաներով, իրանց գրադարաններով, իրանց ֆինանսական ռեսուրսներով, իրանց շատ մեծ հնարավորություններով, այնպես որ կարծում եմ, որ նույնիսկ սա արդեն ահազանգ կլինի, ես դա այս ամեն ինչը միայն Ադրբեջանի անցկացրած ժողովի հետ կապված է, ես ամեն ինչ ասում, որ թույլ տվեք եսից անզգուշություն թույլ տամ ասեմ, որ այո, Հռոմի Պապի ընտրությունը քաղաքական ընտրություն էր եւ ուշադրություն դարձրեք, շարունակելու են այդ տենդենսը ոչ իտալացի ընտրելու, որտեղ իրանց դա դուր եկավ։ Հիմա ինչպես տեսնում եք, լավագույն տարբերակը ընտրեցին։ Ամերիկային ասին դե արի մի հատ տեսնենք այդ ուր է իր գնում, արի տեր կանգնի այս ամեն ինչին իրար հետ համագործակցենք եւ այդ կառույցը նույնպես Եվրոպայի հետ կապված, ոչ միայն Եվրոպային, ամբողջ աշխարհով է իր առաքելությունը իրականացնում, շատ լուրջ ձևով դերակատարություն ունելու այդ հարցում։ Եվ այնպես որ համարենք, որ մի հատ շատ լուրջ խաղացող խաղադաշտ մտավ, իսկ մենք պետք է հասկանանք, մենք ինչ ենք անում իրանց հետ կապված։ Մի հատ էլ շատ լուրջ խաղացող, որը խաղադաշտ է մտել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն է, որը որ դեռ ընտրված չընտրված արդեն շատ ակտիվ աշխատում է, իսկ ես ասում որ շատ եմ կարևորում իր աշխատանքը, իր հստակ դիրքորոշումը, իր վերաբերմունքը, սկսած Ուկրաինայի նկատմամբ վերաբերմունքից Եվրոպայի անվտանգության, Եվրոպայի միասնականության, այս ակտիվությունը չափազանց կարևոր է, որովհետև ասում եմ ինքը Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի պարագայում ուղղակի մտնում է երրորդ խաղացողը, բայց ինքը իր կշռով երկուսից էլ բարձր է, մեծ է, թե համախառն ներքին արդյունքով, թե բնակչության թվով։ Այսինքն այս պարագայում ինքը երրորդ չի մտնում, երրորդը մտնում է, բայց շատ արագ լիդերություն կստանձնի առաջին կդառնա, որից մենք դժգոհելու բան չունենք։ Եվրոպան թող անհանգստանա, կասկածանքով է մոտենում, թե չէ, բայց հիմա ստիպված նրա կարիքը ունի։ Իսկ հիմա նայենք Մերցը ինչ է ասում։ Ֆրիդրիխ Մերցը առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մերցը նշել է, որ աջակցում է Ուկրաինայում հակամարտության դադարեցման ուղղված ԱՄՆ-ի ջանքերին։ Ռուսաստանը պետք է համաձայնվի հրադադարի, որպեսզի հնարավորություն ստեղծվի բանակցությունների համար։ Այդ նույն Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է. Ռուսաստանը մնում է տեսանելի ապագայում կմնա մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը։ Սա արդեն մի օր առաջ ասել, այս ասում ում հետ հանդիպմանը։ Այն մնում է սպառնալիք եվրատլանտյան հարաբերությունների համար, ասել է Մերցը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ինչի եմ ես հատուկ նաև կարևորեցի Լեհաստանի հետ հանդիպումը, որովհետև երբ որ խոսք էր գնում եվրոպական եռյակի մասին, որ նշեցինք Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, հենց Ֆրիդրիխ Մերցը ասեց հանկարծ աչքաթող չանեք Լեհաստանին։ Լեհաստանը շատ կարևոր խաղացող է այստեղ եւ շատ դուր ձևով պետք է նրան ներգրավել այս process-ների մեջ, հատկապես նաեւ հաշվի առնելով սահման լնելը եւ հաշվի առնելով նրա ակտիվ դերակատարությունը։ Այնպես որ ինքը առանձնահատուկ կարևորում է, որ Լեհաստանը 4-րդը լինի, թեպետ ցանկացած միացածը լուրջ երկրներ են, բայց կապ չունի, ինքը ավելի մեծ դերակատարություն է Լեհաստանի համար պատկերացնում։ Գերմանիայի նորընտիր կանցլերը հավելել է, որ զսպման եվրոպական համակարգն ու պաշտպանունակությունը պետք է օպերատիվ կերպով ամրապնդվեն։ Կանցլեր Մերցը հայտարարել է եվրոպական դաշնակիցների հետ միջուկային զսպման հարցերը քննարկելու պատրաստակամության մասին։ Ես տեսնում եմ հիմնարար անհրաժեշտություն, որ մենք Ֆրանսիայի եւ Միացյալ Թագավորության հետ կքննարկենք այն հարցը, թե ինչպես կարող ենք ապագայում համատեղ ապահովել նման զսպումը, ասել է Մերցը։ Այսա եմ ասում, որ մենք հիմա այն մեզ ցանկացած նման քայլը մեզ պարտադրում է կողմնորոշվել որտեղ ենք մենք, երբ որ խոսում են եվրոպական անվտանգության մասին, իսկ Հայաստանը իր անվտանգության հարցը լուծել է, տարածաշրջանային ռեգիոնալ քաղաքականություն ավարել ու մենք որևէ խնդրեմ չենք տեսնում մեր հարևանների հետ, որևէ կասկած չունենք, կամ արդեն գիտենք Ամերիկան մեր ռեգիոնի հետ կապված ինչ է մտածել մեր տարածաշրջանում։
Թուրքիայի ակտիվությունը տեսել ենք ինչա եւ այլ, անհանգստանալու բան չունենք, իսկ շարունակություն է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասիլուսում հայտարարել է. Ուկրաինայում 30 օրով հրադադարը փորձություն կդառնա Վլադիմիր Պուտինի համար երկարատև խաղաղության շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության համար։ Սա ևս մեկ մեծ նախաձեռնություն է ԱՄՆ նախագահի կողմից, որը կոչ է անում 30-օրյա հրադադարի։ Դա փորձություն կլինի, թե որքան լուրջ է Պուտինը վերաբերվում նման համաձայնագրերին, ասել է կանցլեր Մերցը։ Կանցլերն ընդգծել է, որ այժմ գնդակն ամբողջությամբ Մոսկվայի կողմն է եւ ոչ մի այլ տեղ, ինչպես նաեւ որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները պետք է ցույց տան, որ լուրջ են տրամադրված Ուկրաինայում խաղաղությանը։ Եթե դա տեղի չունենա, մենք առանց վարանելու մեր եվրոպացի գործընկերների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին կգնանք պատժամիջոցների ճնշման հետագա ուժեղացմանը, եզրափակել է Մերցը։ Հիմա երբ որ մենք ցույց ենք տալիս, որ Ռուսաստանի հետ լավ էլ համագործակցում ենք, մայիսի 9-ի շքերթը ընդհանրապես դա արտահայտություններ, որպեսզի արևմուտքը հասկանա մենք որ կողմում ենք։ Մենք ցույց ենք տվել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ նորմալ է, ոնց որ մենք ասելով մեր իշխանությունները։ ԵԱՏՄ-ի հետ եւ այլ, այսքան խորանում ենք։ Հիմա իրանք պատրաստվում են ավելի ագրեսիվ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։ Այն Ռուսաստանի դեմ, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, բայց մենք ինչ խնդիր ունենք իրանց հետ։ Հարցը դա չի, մենք չենք ասում թշնամացի, դու այդ քաշը չունես որ թշնամանաս, բայց մենք խոսում ենք նրա մասին, այդ բալանսը եթե չպահեցիր, իսկ իրանց նկատմամբ հարձակումը սկսեց, ումից ենք ինչ որ բան ակնկալելու, եթե մեր նկատմամբ խնդիրներ առաջանան։ Եվրամիության էկոնոմիկայի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հայտնել է, որ Եվրամիությունը 1 միլիարդ եվրո է փոխանցել Կիևին որպես ռուսական սառեցված ակտիվների վերաներդրումից ստացված եկամտի ևս մեկ տրանշ։ Իդեպ սրա մասին արդեն Կայա Կալասը Լվովում հանդիպման ժամանակ ասեց, չնայած դա նախապես էր հայտարարվել, բայց ինքը ուղղակի արդեն կոնկրետ որպես կատարված փաստ այնտեղ նշել էր։ Այսօր մենք ևս 1 միլիարդ եվրո ենք փոխանցել 7-յակի խմբի 45 միլիարդ եվրոյի ծրագրի շրջանակում ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից։ Եթե խոսում է 7-յակի խմբի մասին, որը այլ կերպ ասում են մեծ 7-յակ, դե թյուրիմացության պատճառով այդ G7-ը դարձավ great, այսինքն մեծ, իրականում դա գրուպ էր, բայց հարցը դա չէ, ուղղակի պարզաբանեցի, որ հասկացվի ինչ խմբի մասին է խոսքը, բայց չէ որ դրա անդամ է նաև Միացյալ Նահանգները։ Այսինքն նշանակում է այս ինչի մասին, որ խոսում ենք Միացյալ Նահանգների համաձայնեցման շրջանակում է։ Այդ ծրագրով Ուկրաինան այս տարի արդեն ստացել է 6 միլիարդ եվրո եւ Եվրահանձնաժողովը մտադիր է ապագայում փոխանցել եւս 12 միլիարդ եվրո։ Այսինքն սա է, որ հետևողականորեն իրանք շարունակում են։ Իսկ հիմա նայենք Թուրքիայի հետ կապված խնդիրները, որ ինձ օրինակ միշտ անհանգստացրել է, անհանգստացնել ասել է նա չի, որ մարդիկ մտածում են, եթե բան ասպես մտահոգում է, ուրեմն խոճապի մեջ ես, ընդհակառակը։ Եթե ինֆորմացված ես, նշանակում է զինված ես։ Այնպես որ հասկանանք ինչ կարող է կատարվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին առաջարկել է միջնորդել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ Էրդողանը իր հերթին խնդրել է ԱՄՆ-ին օգնել Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։ Թուրքիայի նախագահի վարչակազմը պաշտոնապես հայտարարել է, որ Էրդողանը եւ Տրամպը պայմանավորվել են ուկրաինական հակամարտությունը լուծելու համատեղ ջանքերի շուրջ։ Էրդողանը բանակցություններն արդյունավետ է որակել։ Ինչպես գրում է Հուրիեթը, Թրամփն ընդգծել է Էրդողանի կարողությունը երկխոսություն վարել ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այո, իհարկե անհանգստացնող է, որ այդքան գովելուց հետո Էրդողանին, որ նա նաև Սիրիան գրավեց մի քանի օրում, որից հիացած էր Դոնալդ Տրամպը, հիմա պարզապես ինքը համարում է, որ Էրդողանը կարող է նաև միջնորդ հանդիսանա, բավարար չի համարում իր միջնորդական ջանքերը եւ նման առաքելությամբ դիմում է Էրդողանին։ Եվ ուշադրություն պետք է դարձնել, ինչի սա հիշեցի, սա մի օր առաջվա ասված բան է, բայց դրան զուգահեռ ինչ կատարվեց Եվրամիությունում ներկայացվեց համապատասխան զեկույցը քվեարկեցին, որ այդ զեկույցի մեջ գրված էր, որ նպատակահարմար չեն գտնում, որ հիմա Թուրքիան դառնա Եվրամիության անդամ։ Թուրքիան, որ ասում է, քանի գլուխները թխարն է, ես պատրաստ եմ ձեզ օգնել, կամ միանամ, չէ, որ տեխնացու պետությունը բանակցություն չեն վարում, չեն վստահում Թուրքիային, գիտեն, որ Թուրքիայի ձեռը կարող են կրակնգնել, բայց եւ միևնույն ժամանակ Թուրքիան ասում էր անվտանգության հարցում էլ ձեզ կօգնեմ, առանց Թուրքիայի դուք
երկինչ անվտանգություն պետք է ունենա, եթե Ամերիկան ձեռք քաշի, ինքը իր պատրաստակամությունները առաջարկում, բայց Եվրոպան նույնիսկ այս ծանր վիճակում չի շտապում Թուրքիային ներգրավել։ Հիմա Թուրքիայի վարկագիծը դրանից փոխվելու է։ Եթե ինքը հասկացա, որ նույնիսկ այս վիճակում իրան չեն ներգրավելու, ինքը պետք է մտածի ոնց եմ լիդերությունս կարևորում թուրքական պետությունների մոտ եւ ոնց եմ կարևորելու իմ շփումը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հետ։ Այսինքն իր ակտիվությունը արդեն ուրիշ ուղղությամբ է գնալու, որտեվ հիմա ինքը ասում էր հազիվ առիթ է, առիթից օգտվեմ։ Նրանք էլ ասին, չէ, շնորհակալ ենք, ինչքան է դժվար լինի, մենք թույլ չենք տա դու առիթից օգտվես։ Բայց ինչ պետք է անի Թուրքիան, պետք է վերանա։ Թուրքիան պետք է մտածի ուրիշ տարբերակներ, ումով պետք է մտածի, ընդլայնվի թուրքական պետությունների ուղղությամբ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունն ավելի սերտացնի եւ Ամերիկայի հետ ավելի սերտ համագործակցի։ Մի պարագայում, որ մենք դեռ այդ ուղղությամբ քայլ չունենք արած, ոչ Եվրոպայի ուղղությամբ, ոչ Ամերիկայի ուղղությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը գրել է. բանակցությունները Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ շարունակվում են, Միացյալ Նահանգները պահանջում է 30-օրյա անվերապահ հրադադար, դա կատարյալ ժամկետ համարելով։ Հուսանք կպահպանվի ընդունելի հրադադար եւ երկու երկրներն էլ պատասխանատվություն կկրեն այդ ուղիղ բանակցությունների անձեռնմխելիության պահպանման համար։ Եթե հրադադարը չպահպանվի, Միացյալ Նահանգները եւ նրա գործընկերները լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառեն։ Որպես նախագահ ես կաշխատեմ եվրոպացիների հետ համատեղ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու համար եւ դա կլինի երկարատև խաղաղություն։ Այսինքն արդեն Դոնալդ Տրամպը հասկանում է, որ չստացվեց Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել, Ռուսաստանը մերժեց 30-օրյա հրադադարը, Ռուսաստանը մերժում է համաձայնության գալու հարցեր, կամաց իրանք ամեն անգամ խոսում են այդ մասին, որ այ Ուկրաինան համաձայնվել է, բայց Ռուսաստանը հիմա համաձայն չէ։ Արդեն հիմա խոսում է, որ Եվրոպայի հետ միասին պետք է այդ հարցերը կարողանանք լուծենք։ Հիմա դե տեսնենք ինքը ի վերջո, եթե կվերադառնա այդ օրակարգին, շատ օգտակար կլինի մեզ համար, որովհետև Եվրամիություն եւ Միացյալ Նահանգներ շատ դժվար է պատկերացնել, որ այս մոլորակի վրա խաղաղություն կտիրի, եթե նրանք իրար հետ ունենան հակասություններ եւ մրցակցության մեջ լինեն։ Դա դուք պատկերացրեք դրանցից ովքեր կարող են օգտվել։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Հնդկաստանը եւ Պակիստանը պետք է թույլատնեն լարվածությունը, սակայն նշել է, որ ԱՄՆ չի կարող վերահսկել իր միջուկային զենք ունեցող ասիական հարևաններին եւ նրանց միջև պատերազմը Միացյալ Նահանգների գործը չէ։ Այն ինչ կարող ենք անել, այդ մարդկանց փորձելն է համոզել փոքր ինչ լիցքաթափվել, բայց չենք մտնելու պատերազմի բովի մեջ, որն ըստ էության մեր գործը չէ եւ որևէ առնչություն չունի Ամերիկայի իրավիճակը վերահսկելու կարողության հետ, շեշտել է Վենսը։ Շատ ապշում եմ, զարմանում եմ դրա վրա, Ամերիկայի Միացյալ Նահանգները ասի, որ ես ոչ մեկի հետ գործ չունեմ, նրանց միջուկային երկու պետության հետ կոնֆլիկտը գործ չունեմ, բայց դրա համար ենք ասում, ինչի ենք անհանգստանում Պակիստան եւ Հնդկաստան կոնֆլիկտից հիմա, որովհետեւ անտերություն է մոլորակի վրա, զսպող գործոն չկա, դա ոչ ՄԱԿ-ն է, ոչ էլ Միացյալ Նահանգներն է, որը ստանձնել էր միջազգային ոստիկանի դերակատարություն։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները կանգնում ասում է ես գործ չունեմ, երկու միջուկային պետության միջև առճակատումը, այսինքն բա ինչ ենք ակնկալում։ Հանգիստ մենք մեզ համար ապրում ենք, տալիս իրար սպանում են, մոլորակը վերացնում, բայց այդ դեպքում հարց է ծագում։ Եթե երկու միջուկային պետության միջև առճակատման հետ կապված Ամերիկան ասում է դա իմ խնդիրը չի, բայց դեպքում ինչի է իր խնդիրը, որ Իրանը միջուկային զենք չունենա։ Իրանը միջուկային զենք ունենալու խնդիրը նա էր մի հատ միջուկային պետություն հանկարծ ագրեսիա չբանացնի։ Մանավանդ կրոնապետությունը, չնայած այդքան էլ խիստ ընդգծված ձևով իրանք չեն կարողանում այդ գիծը պահել, բայց լավ համարենք, դե կրոնապետությունը հոգևոր առաջնորդը, կրոնական առաջնորդը հասկացանք։ Բայց մենք տեսել ենք, որ նրանք դες ֆանատիկ են, որ պատրաստում են միջուկային զենքը հենց ունենան, օգտագործեն եւ այլ, դա հարցի մի ուրիշ կողմն է։ Բայց հարց է ծագում։ Մենք հիմա տեսնում ենք, որ միակ բանը, որը որ պետք է զսպեր Իրանին, թե ինչի պետք է նա միջուկային զենք չունենա, բայց Հնդկաստանը, Պակիստանը պետք է ունենան, ու մեզ չի էլ վերաբերվում, թե նրանք իրար դեմ կօգտագործեն, թե չէ, դա ընդհանրապես վերաբերում է մի բանի, որտեղ եթե Իրանը միջուկային զենք ունենա, օգտագործելու է Իսրայելի դեմ, ոչ թե Ամերիկայի դեմ։ Այս է հարցը։
Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի պատրաստում Իրանի դեմ դուրս գա։ Այո, սպառնում է դու պիտի միջուկային զենք չունենաս եւ այլ եւ այլ։ Իդեպ ասել է մեր շահերից էլ չի բխում որ ունենա։ Մենք ինչ գիտենք ինչ վարկագիծ կդրսևորի, եթե դա ունենա։ Բայց դա չի հարցը, մեր հարցը չի այս պահին։ Հարցը նա է, որ իր այդ համառորեն Իրանը պետք է չունենա, ինչա Իրանն ավելի անկանխատեսելի երկիր է, քան Պակիստանը։ Հիմնավորումը ո՞րն է։ Հիմնավորը մի դեպքում կլներ։ Միջուկային տերությունները չավելացնենք, վտանգը չավելացնենք։ Բայց եթե աշխարհը պատրաստվում է բաժանես ուժերի իրավունքով, ամեն մեկն էլ ուզում է միջուկային զենք ունենա, որպեսզի ուժերի իրավունքով հարևանից վերցնի այն, ինչ որ աչքը վրենա։ Այս պարագայում Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս ինքը որևէ դրդապատճառ չունի Իրանին, ասի դու պիտի զենք չունես, դե կանգնում ասում է, որ դու այս տարածքում դա ինձ չի վերաբերվում։ Ինչ է նշանակում չի վերաբերվում։ 94 թվականին մեր աչքի առաջ 100 օրվա ընթացքում Ռուանդայում մինչև 1.100.000 տուտսի սպանեցին խուտու ցեղը, որը եկավ իշխանության։ Դա ամբողջ երկրի բնակչության 20%-ն էր։ Ցեղասպանությունը 94 տարի առաջ էր։ Բայց հարց է ծագում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բիլ Քլինտոնը, որը բավական մեծ էլ հեղինակություն ուներ թե Ամերիկայում, թե աշխարհում, կանգնեց եւ ասեց, որ իմ արտաքին քաղաքականության ամենամեծ ձախողումը եղել է նա, որ ես չեմ կարողացել կանխել ցեղասպանությունը Ռուանդայում։ Հարցը ցակում դու Ռուանդայի հետ ինչ կապ ունեիր։ Ռուանդան դուր օվկիանոսա բաժանում։ Որտեւ այդպես են ընկալել Ամերիկային։ Եթե ես մի բան չեմ կանխել, ես մեղավոր եմ։ Պատկերացնեք Ամերիկան կանգնում ասում է, այդ իմ խնդիրը չի, Հնդկաստանն ու Պակիստանը իմ խնդիրը չի։ Այսինքն ինչ։ Իրանք կարան իրար ուտեն, հետո միջուկային զենք օգտագործեն, հետո նոր հասկանանք իրա խնդիրն է, թե չէ։ Հարցը նա չի իրանք մոլորակը կվերացնեն, թե չէ։ Կարող այնքան խելամտություն ունենան չանեն։ Բայց հարցը նա է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հերիք չի կարողանում զսպել, չի էլ ուզում դրան խառնել։ Հրապարակային ասում է, որ ինձ այդ գործ չունեք։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուրիշի ցեղասպանությունը անգամ Աֆրիկայում իր անձնական արտաքին քաղաքական ձախողումն է համարել։ Մենք էս Ամերիկան ենք ուզում, ժողովուրդ ջան։ Իսկ հիմա նայեք Պակիստանի արտաքին գործերի նախարարը դատապարտել է Հնդկաստանի հարձակողական գործողությունները եւ հայտարարել, որ Իսլամաբադը վճռական քայլերի կձեռնարկի Նյու Դելհիի կողմից հետագա ագրեսիայի համար։ Այսօր արդեն Հնդկաստանն էր ասում, որ դրոններով հարվածել են Պակիստանը։ Հնդկաստանի ցամաքային զորքերի հրամանատարությունում նշվել է, որ Պակիստանը կրակ է բացել։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը Հնդկաստանի գիշերային արձակումն անվանել է վախկոտ եւ գովաբանել է Պակիստանի բանակին վերահսկողության գծի վրա բախման ժամանակ հնդկական 5 կործանիչ խոսելու համար։ Մենք միանշանակ դուրս կգանք Հնդկաստանի դեմ եւ կհաղթենք, ասել է Շարիֆը։ Իդեպ ասեմ, ազգային ժողովի ելույթի ժամանակ ուղղակի առիթ չեղավ դրան անդրադառնանք, Արարատ Միրզոյանը անդրադարձավ այդ թեմային եւ ասեց, որ Հնդկաստանի ու Պակիստանի միջև առաջացած լարվածությանը ինքը նշել է, մենք պետք է նախ նշել, թե ինչից է այս ամենը սկսվել, տեղի է ունեցել ահաբեկություն, որին Հայաստանի Հանրապետությունը շատ արագ արձագանքել է, ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին։ Դե ցավակցությունը բավարար չի միայն հայտնել, դիրքորոշում է պետք ունենալ։ Մենք եւ կարծում եմ, որևէ իրեն քաղաքակիրթ համարող պետություն չի կարող ողջունել ահաբեկությունը, պետք է միայն դատապարտել ահաբեկությունը։ Մենք նաև պետք է ճանաչենք ահաբեկությունից պաշտպանվելու երկրի իրավունքը։ Մենք այս հարցին այս պրիզմայով ենք նայում, այդպես ենք ընկալում եւ այդպեսին է մեր դիրքորոշումը, ասել է Արարատ Միրզոյանը։ Շատ վախվորած, շատ զգուշավոր արտահայտություն, չնայած դրանից ենթադրվում է, որ համակրանքը Հնդկաստանի կողմն է, շատ զարմանալի կլներ, որ Հնդկաստանի կողմը չլներ, որովհետև Հնդկաստանը մեզ զենք է տալի, Հնդկաստանի հետ մենք համագործակցում ենք, Պակիստանը սկիվեր պետությունը չի ճանաչում, Պակիստանը 44-օրյա պատերազմում մեր դեմ կռվել է։ Միայն չի են օգնել Ադրբեջանին, այլ ուղղակի մասնակից է եղել այդ process-ներին։ Այն դեպքում, երբ որ Թուրքիան ընդգծված դատապարտում էր Հնդկաստանին, Ադրբեջանը դատապարտում էր Հնդկաստանին։ Մեր մոտից մեր այս խոսքից ենթադրվում է, քանի որ մենք նյութին տերապետում ենք, ենթադրվում է, որ մենք դատապարտում ենք ահաբեկչությունը, ենթադրում ենք, որ ահաբեկչությունը արել է Պակիստանը։ Բայց շատ ավելի հստակ կարելի է ասել, թեպետ այսքանն էլ էլի ոչինչ, այս վախվորած արտահայտությունը էլի քիչ չի, հասկանալու համար ի վերջո, որ մերոնք գոնե ինչ որ դիրքորոշում են արտահայտում, թեկուզ այսքան զգուշ։
Իսկ հիմա նայենք Իսրայելի հետ կապված էլ խնդիրները, որը դա էլ մեզ շատ հետաքրքրում է, որովհետև Իսրայել-Ադրբեջան կապը մեզ համար բավական մեծ վտանգ է։ Մի քիչ ուրախացել ենք, որ Ամերիկան մի քիչ Իսրայելից նեղացել է, այսինքն այդ կապը չի աշխատում, բայց հետագայում ինչ կանեն, դա էլ պետք է հասկանանք, թե ինչ ուղղությամբ նրանք կզարգացնեն իրենց քայլերը։ Իսրայելական Հaaretz պարբերականը գրում է. Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա, որպեսզի այս օրերին պայմանավորվածություն ձեռք բերվի Համասի հետ նախքան ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի այցը Միջին Արևելք։ Վաշինգտոնից զգուշացնում են, որ Իսրայելը կարող է բախվել միջազգային մեկուսացման, եթե համաձայնություն չկայացվի։ Տրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հանդիպել է պատանդների ընտանիքների հետ և հրապարակավ քննադատել Իսրայելի ղեկավարությանը։ Ուիթքոֆը նշել է, պատերազմը չավարտելու գինը մինչև այժմ վճարել են պատանդները։ Այժմ այդ գինը բարձր է լինելու նաև Իսրայելի համար։ Հաղորդում է, որ Ուիթքոֆը պահանջել է, որ իր տեսակետը վարչապետ Նեթանյահուի վերաբերյալ քննադատությունը հասցնել մամուլին։ Բայց սա ինչ է նշանակում։ Սա այն է նշանակում, որ այն սկզբնական շրջանում, երբ Դոնալդ Տրամփը լավ էլ թևեր էր տվել Իսրայելին, ես առիթ եղել է ձեզ ասել եմ, որ Իսրայելին մեծ վատություն արեց, այդ ագրեսիվ աջակցությունով մեծ վատություն արեց։ Բայց լավ, ինքը արեց, հասկացանք, բայց Իսրայելը ուր էր նրանց խելքը։ Եվ պարբերաբար ասել եմ, այո, Իսրայելի շատ վարչապետներ շատ գրագետ քայլեր են արել։ Նեթանյահուն սխալվեց, շատ դուրս սխալ թույլ տվեց, որ ոգևորվեց Դոնալդ Տրամփի ասածից, դնենք Գազան դատարկենք, Պաղեստինի ինքնավարությունը լուծարենք, ընդհանրապես էս անենք, այն անենք, Իրանին հարվածենք, շատ մեծ բան վերցրեց, ես հազիվ առիթից օգտվեմ Տրամփի, բայց Տրամփը կարող է իր քաղաքականությունը վերանայր, կամ Տրամփից հետո մեկ ուրիշը գար ուրիշ քաղաքականություն վարել, եւ Իսրայելը կանգներ փաստի առաջ։ Եվ շատ երկար չանցավ, որ Ամերիկան արդեն փորձեց Իսրայելին իր տեղը ցույց տա, որտեղ այն ժամանակ Իսրայելն ասում էր, ես իրավունք ունեմ ինքնապաշտպանության, բայց երկչանկացած Գազան դատարկելու դեպքում հազիվ թե կարողանաս արդարացնես, որ ինքնապաշտպանության համար ես դատարկում։ Կարող էր ասել պաղեստինցիներն են ահաբեկիչ, Ջոհ ջան, դուք չեք ճանաչում, մենք ենք իրանց հետ ապրում։ Բայց երբ որ Դոնալդ Տրամփը կանգնում ասում է, այդ 2.5 միլիոն մարդուն հանենք, այդտեղ կուրորտային գոտի սարքենք, ասում է շատ լավ, հեսա դատարկեմ, այդտեղ արդեն չեղավ, որ նրանք ահաբեկիչ են։ Արդեն լրիվ ուրիշ քայլ եղավ։ Դու Ամերիկային ես ծառայացնում այդ քայլը։ Հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները նախագահը ցանկանում է գնա այցելության, առաջի այցելությունը վերաբերում է Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին, եւ այս պարագայում ինքը ցանկանում է, որ տեսնի արաբների հետ կապված նորմալ հարաբերություններ։ Այսինքն շատ վատ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտածում է ժեստեր անեմ արաբական երկրներին, որպեսզի ինձ լավ ընդունեն եւ ասեն, որ իմ այցելությունը հաջող ստացվեց, որտեղ վերջի շրջանում մենք տեսել ենք, որ աֆրիկյան երկրների առաջ ինչ ժեստեր էր անում Պուտինը, որպեսզի գոնե հետագային իր հետ նկարվեին, կարևորեին, էլի։ Չենք ցանկանա տեսնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հանդիպումը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ այն աշճանի է կարևորում, որ գոնե մի բան արած գնա այնտեղ, որ իրան լավ ընդունեն, էլի։ Բայց այն ինչ որ անում է Իսրայելի հետ կապված արդարացված է, որտեղ Իսրայելը ֆալս ստարտ տվեց։ Թող իրանց մեղադրեն, թե ինչի իրանք տենց ոգևորվեցին, կամ էլ Իրանին պատրաստ ենք հարվածել, հիմա եթե Ամերիկան դրան պատրաստ չի, իրանք մնում են փաստի առաջ։ Հետո էլ անհանգստանում են, որ միջուկային զենք ստեղծեն, իրանց դեմ են օգտագործելու։ Բացի այդ, հիմա էլի հարց կա, որ արձագանքելով Պարսից ծոցի անվանափոխության մասին որոշ հայտարարություններին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Պարսից ծոցը ընդմիշտ կմնա Պարսից ծոց։ Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթեմե Մոհաջերանին հայտարարել է, որ Պարսից ծոցը պարզապես աշխարհագրական անուն չէ, սա իրանական ազգի պատմական ինքնության մի մասն է։ Նրանք, ովքեր ձգտում են փոխել Պարսից ծոց անվանումը, չեն հասկանում Իրանի բազմահազար տարիների փայլուն պատմությունը, ընդգծել է այդ խոսնակը։ Բացի դա, նախկինում էլ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էր հայտարարել, որ քաղաքական դրդապատճառներով Պարսից ծոցի պատմական անվանումը փոխելու փորձերը ցույց են տալիս Իրանի եւ նրա ժողովրդի նկատմամբ թշնամական մարտավարությունները եւ խստորեն դատապարտվում են։ Իսկ ով էր դա ասել, դա ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփն է ասել էին, որ մտադիր է իր մոտից էր այդ արտահոսքը գնացել, առաջարկել Պարսից ծոցը անվանել արաբական,
Թրամփը նախատեսում է որոշումը ներկայացնել Սաուդյան Արաբիա կատարվելիք այցի ժամանակ։ Այո, սա էլի այն ժեստերից է, որ ինքը այ գնանք ընդեղ, ասենք, որ սա արաբական ծոց է, թե դա ինչ հարց է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բարձրացնի, եթե համարենք, որ դե վիճելի բան կա, շատ-շատերը որպեսի որևէ մեկի հետ կապված վիճելի բան չառաջանա, ասում են Պարսից ծոց, արաբական ծոց։ Ինչա Արգենտինան կղզիները, որոնք որ 1982 թվականին անգամ արգենտինացիք հայտարարեցին իրանց Մալվինյան կղզիները եւ Մեծ Բրիտանիան պատերազմ սկսեց եւ շատ արագ հաղթեց, վերականգնեց իր իշխանությունը եւ իրանք դա կոչում են Ֆոլկլենդյան, բոլորն էլ ասում են Ֆոլկլենդյան, Մալվինյան։ Մեր մոտ Հայաստանում մարդիկ շատ զգուշավոր են, միշտ ասում են ծոցի երկրները, վախենում են ասեն Պարսից, վախենում են ասել արաբական, երկուսն էլ իրար հետ չեն ասում, բայց այդպիսի ծոց շատ կա։ Եթե ասես ծոցի, ընդամենը պատկերացնել որևէ մեկի տատիկի ծոցն է, որովհետև ընդհանրապես պետք է ասես, դա այդ ինչ ծոց է, դա աշխարհագրական ձևակերպում է, ծոցի երկրները որն է, բայց ցավալի է, որ ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգները այս պարագային համարում է, որ ինքը դեռ պարտավորություն ունի նման ժեստ անի։ Շատ հանգիստ կարելի է երկու անունն էլ օգտագործել, եթե տենց հարմար գտնեին, կամ դրա մեջ առանձնապես բան չկա, այնքան անուններ կա, որ ինչ որ մեկի հետ առնչվում, դա այդքան կարևորություն տա, ինչի որ մեքսիկական ծոցը ամերիկյան կոչվեց, հիմա դրանից ինչ տեղի ունեցավ, Ամերիկայի դերակատարությունը մեծացավ, Ամերիկայի նկատմամբ հեղինակությունը դրանից եսի միշ կատարվեց, այսինքն այդ երկրորդական բաներով ժեստեր անելը արաբական երկրներին ավելի մեծ խնդրեմ է առաջացնելու, որովհետև եթե դա իրականում տեղի չունեցավ, արդեն նեղանալու է։ Չկար տենց խնդրեմ, չկար տենց խնդիր, կամ այդ խնդիրները գնում էր իրանց մեջ, այս կողմից նրանք են հարևան, այն կողմից նրանք են հարևան, այդ ինչ մի Ամերիկայի խնդիրն է, որ Ամերիկան որոշի, որ այդ ծոցը պետք է լինի, կամ մի հատ էլ գնանք Սաուդյան Արաբիային ժեստ անենք, որ ձեր խաթեր անունը արաբական ենք դնում, էլի, չեմ կարծում, որ դա արդարացված է, դե ինչ հուսով եմ, որ այդ էլ կվերանայի, չի այդքան կարևորի, որովհետև այդ հանդիպումը Սաուդյան Արաբիայի հետ շատ ավելի կարևոր դերակատարություն ունի, ինչ որ միտեղ ասենք Սաուդյան Արաբիան օգնում է այսօր էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, նավթի գները անհրաժեշտության դեպքում կարող է գցել, մենակ իսկ դրանից կարող է տուժել Ռուսաստանը։ Այսինքն այո, իրանք պատրաստ են նավթի արդյունահանման ժամանակ նույնիսկ գումար կորցնել, չնայած չեն կորցնում, շահույթն է պակասում, բանը միայն թե այսինքն ավելացնելով կարող են լուրջ դժվարություններ ստեղծել Ռուսաստանի համար, դա անում են, դա խնդիր չի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ակնկալում է, որ ներդրումներ կանի Սաուդյան Արաբիան, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ակնկալում էր, որ Սաուդյան Արաբիան Իսրայելի հետ հարաբերությունը կլավացնի, Ամերիկան ակնկալում էր նույն Տրամպը, որ Սաուդյան Արաբիան իր դերակատարությունը մեծացնելով կզսպի Թուրքիայի ախորժակը։ Հիմա Դոնալդ Տրամպի առաջին պաշտոնավարման եւ երկրորդի ընթացքում իրավիճակը փոխվել։ Դա համար մենք էլ հիմա ուշադիր հետևում ենք, որտեղ Սաուդյան Արաբիայի այցը այդ միայն Ամերիկայի համար կարող է լինել 600 միլիարդ ներդրման համար Դոնալդ Տրամպը ասում է դեգոնը մի տրիլիոն ներդրում արա, այդ համարենք Ամերիկայի եւ Սաուդյան Արաբիայի խնդիրը, բայց ինչ որ պայմանավորվեցին ուղղակիորեն առնչվում է նաեւ մեզ։ Դա պայմանավորվում է Թուրքիային հիմա զսպում է, թե չէ։ Իսրայելի հետ հարաբերությունը կարգավորելու հետ կապված ինչ է զիջվում հանկարծ Իսրայելի հարաբերությունը Ադրբեջանի հետ եւ Ամերիկայի ակտիվությունը մեր վրա ճնշում չլինի։ Առավելևս երբ որ մենք տեսնում ենք, որ մեր իշխանությունները կամ ոչինչ չեն անում, կամ անում են սխալ քայլեր։ Դրա համար հասարակության վրա բեռը շատ ավելի մեծ է, քան կարելի է պատկերացնել։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։